Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Հատկապես Հանրային ռադիոյի ունկնդիրները պարբերաբար լսած կլինեն դու նորից եկել ես ինչ անեմ երգը, տարբեր երգիչների կատարմամբ, որը շատ հայտնի է, շատ սիրված է, բայց քչերը գիտեն թե ով է գրել այդ երգի բառերը։ Պարզվում է, որ այդ երգի բառերի հեղինակը իրանահայ բանաստեղծ Դևն է, այդ զարմանալի անունով, որի մասին մենք քիչ բան գիտենք, եւ այդ գիտելիքը լրացնելու է եկել Լեռնիկ Հակոբյանի Դևի կյանքն ու գրական ժառանգությունը մենագրությունը, որի շուրջ էլ այսօր կզրուցենք հեղինակի հետ։ Ողջույն Լեռնիկ։ Բարև։ Դև, հա, առաջին հայացքից վախեցնող այսպես անունով մի բանաստեղծ, որը գրել է գոնե իմ կարդացած ամենաքնքուշ բանաստեղծություններից շատերը, հա։ Այ կուզեի այդտեղից սկսեինք Դևի շուրջ ինֆորմացիայի պակաս կա, նույնիսկ ժամանակին, երբ որ ես հետաքրքրվում էի իրենով, տարբեր անթոլոգիաներում, բաներում իր կենսագրությունը կարդում էի, շատ սահմանափակ տեղեկատվություն, եւ ընդհանրապես մենք քիչ բան գիտենք իրանահայ բանաստեղծության մասին, հա, թվում է թե մեզ ամենամերձավոր սփյուռքն է, հատկապես խորհրդային տարիներին, բայց արի ու տես, որ մենք ամենակիչը գիտենք հենց իրանահայ բանաստեղծության մասին։ Այդ դրդմամբ ծնվեց այս մենագրությունը, ինչու գրվեց Դևին մեզ իցույց դնելու իրանահայ բանաստեղծությունը։ Ճիշտ ասած, հետաքրքրություն առաջացավ այդ բանաստեղծի հանդեպ դեռևս համալսարանական տարիներից։ Այդքան վաղուց։ Այո։ Բնականաբար առաջինը հետաքրքրականը դա իր Դև գրական անունն է։ Քաշումա, չէ՞։ Այո, քաշումա, եւ ես բնականաբար սկսեցի ընթերցել նրա ստեղծագործությունները եւ վերջերս աշխատանքի բերումով պետք է գրել, այսպես ասած, Դևի գրական դիմանկարի մասին, անցա այդ աշխատանքին ու ծնվեց այս մենագրությունը։ Փոքր պրոյեկտ էր, դարձավ մեծ պրոյեկտ, այո։ Դև անունը ոչ միայն ինձ զարմացրեց, այլ բոլորին է զարմացնում։ Այո, ինձ էլ հիմա։ Այո, ժամանակի մամուլում բավականին տեղեկություններ կան Դևի գրական անվան ծագումնաբանության մասին։ Մարդիկ, որ լսում էին, զարմանում էին, տարակուսանքի մեջ էին ընկնում, անգամ հիանում էին, որոշները կատակի տալով վախենում էին, այսպես ասած, բայց գոյություն ունի մի նամակ, Գևորգ Սահակյանի նամակը, գրված 1958 թվականի հուլիսի 19-ին Դևին վերագրված, ուղղված Դևին, այնտեղ մենք վերջնականապես մեզ ընթերցողին վերջնականապես պարզ է դառնում, թե ինչու Դև, պարզում է նա այդ անունը վերցրել է ռուսերեն դեմոն բառից, գոյականից, թարգմանել Դև ու մինչև իր կյանքի վերջը հանդես եկել այդ գրական անվան տակ։ Այո, եւ նաեւ կան գրավոր հիշատակումներ, որ ինքը շատ էր սիրում Լերմոնտովի Դև պոեմը եւ հենց այդ պոեմի վերնագիրն է վերցրել որպես իրեն գրական անուն։ Շատ լավ, անվան բացատրություն իմացանք, բայց այնուամենայնիվ չի դադարում այդ անունը վախեցնել, հա։ Այ Լեռնիկ, ոնց կբացատրես այդ Դևի այդ վախենալու կերպարի եւ իր այդքան քնքուշ բանաստեղծությունների այս համադրությունը, հա, որտեվ այդ որ ասում ես ասոցիատիվ թվում է թե կարդաս իր գործերը պետք է լինեն ինչ-որ մռայլ, սարսափելի ինչ-որ բաներ, բայց մեկ էլ տեսնում ես դու նորից եկել ես, ինչ անեմ, դու նորից գրել ես իմ հոգին։ Իրոք զարմանալի է, անունը իր գրական ժառանգությանը, այսպես ասած, չի համապատասխանում, այո, չի սազում, բայց իրականությունը դա է։ Չպետք է մոռանալ նաև, որ նախաքրիստոնեական ժամանակներում Դևին զուգահեռ օգտագործում է նաև գերմարտ բառը։ Քրիստոնեության ժամանակաշրջանում Դևը ստացավ բացասական կերպարի, այսպես ասած, հատկանիշներ ունեցող էակ։ Փաստորեն նա այդքան էլ սարսափելի չէ, հատկապես երբ ընթերցում եք նրա բանաստեղծությունները, ես գրքի մեջ աշխատել եմ հնարավորինս ամբողջացնել նրա կենսագրությունը, որ մինչև այդ երևի չի եղել։ Կիսատ պռատ է եղել, բայց բավականին
պահպանվել է հարուստ արխիվային։ Ես այստեղ տեսա լուսանկարներ նաև, այո, լուսանկարներ, արխիվային նյութ, ժամանակի մամուլ ուսումնասիրեցի, բավականին ծավալուն նյութ կա եւ ներկայացրեցի նրա կենսագրությունը հնարավորինս ամբողջական բարձում է, որ նա ծնվել է 1901 թվականին Թեհրանի Հասանաբադ թաղամասում, Տեր Ավետիս Ղարաբեկյանի ընտանիքում, Ղարաբեկյան անունը Մարգար։ Իր անունը Մարգար է, հոր անունը Ավետիս, ծագումով Արցախի մելիքական տոհմից են Ղարաբեկյանները, այդ մասին մենք կարող ենք ընթերցել Լուիս Փարիզի թերթի 1958 թվականի մայիսի 31-ի համար 36 համարում, այնտեղ մանրամասը կա, որ ինքը իր կենսագրական տվյալները հայտնում, այդ ժամանակ ինքը ճանապարհորդում էր Եվրոպայում, գտնում էր Փարիզում ու Լուիս Հայաստանի թերթը կենսագրական տվյալները վերցրել, այնտեղ հստակ նշած է, որ մելիքական տոհմի ժառանգ է, Շուշիից Թեհրան են տեղափոխվել նախնիները, դեռևս մոտ 200 տարի առաջ։ Լեռնիկ, դες մենք սովորաբար երբ որ իրանահայ գրողների մասին խոսք կա լինում, այդ ինֆորմացիայի փակուցումն էլ դրան նպաստում է, էլի, օրինակ ես շատ սիրելի պոետ ունեմ, Զորայր Միրզայան, օրինակ իր իրանահայ շատ եմ սիրել։ Զորայր Միրզայանը շատ հրաշալի պոետ է, մի քիչ կարճ ապրած, հետո տես օրինակ կա Հակոբ Կարապենցի ֆենոմենը, հա, էլի Իրանից դեպի Ամերիկա գնացած։ Երբեմն այդ ինֆորմացիայի փակուցումը մեզ բերում է նրան, որ այս մարդիկ ուղղակի կոպիտ ասած թողներող լինեն այս բարյամա ռադիոլոսողները, լրվել են Իրանում եւ ստեղծագործել են կոնկրետ հայկական համայնքի համար, ոչ դուրս են եկել, ոչ ներս են մտել։ Այ կուզեի այդ մի քիչ լուսաբանվենք, էլի, ես եւ ռադիոլոսողները Դևի գրական այդ ժառանգությունը իր տպագրած բանաստեղծությունները գործնեությունը իրանահայ համայնքի շրջանակում ինչ արձագանքներ են ունեցել եւ արդյոք ժամանակին դուրս եկել են, հա, այդ համայնքի շրջանակից, որովհետեւ իմ տպավորությունները ձևավորվել են, ասենք, ժամանակին Վազգեն Գաբրիելյանի գրքելով սփյուռքահայ գրականության մասին, այդ սփյուռքահայ բանաստեղծությունը անթոլոգիայով եւ այլն, ինձ այդ ժամանակ ուղղակի թվում էին լավ բանաստեղծներ, լոկալ, մերկու լավ բան գրել են, հա, որ սփյուռքահային վերցնենք ներկայացնենք։ Արդյոք դրանից ավելին է Դևի թողած ազդեցությունը։ Պարսկաստանը աշխարհագրականորեն մեր հայրենիքի կապած են, բայց շատ հեռու ենք, էլի, բայց զարմանալիորեն տեղի Արցախահայ բանաստեղծների արվեստագետների մասին շատ սուղ տեղեկություն ունենք, դա երևի քիչ ուսումնասիրության, քիչ հետաքրքրությունների արդյունք է, պետք է ավելի շատ հետաքրքրվել, ավելի շատ ուսումնասիրել, այնտեղ մենք ունեինք հրաշալի բանաստեղծներ, ինչպես նշեցինք Զորայր Միրզայանը, այնուհետև Գալուստ Խանենցը, հիանալի բանաստեղծ է, Արշավիր Մկրտիչը եւ այլ բանաստեղծներ, որոնք հանրությանը քիչ են ծանոթ։ Մեր հանրությանը։ Այո, մեր հանրությանը։ Տեղում հայտնի են։ Տեղում իրենք հայտնի են եղել, ոչ միայն տեղում, այլև հայկական մերձավոր արևելքի գաղութներում։ Սիրիա, այո, Լիբանան, անգամ Եգիպտոս, անգամ Ամերիկա, ավելի հայտնի են եղել, քան խորհրդային Հայաստանում։ Հա, սակայն այդ ֆենոմենի բացատրությունը կա, Լեռնիկ։ Դες օրինակ մերոնք էլի այդ ժամանակվա, ասենք, մամուլը որ նայենք բաները, ասենք Ամերիկայում ապրող ստեղծագործողները շատ հայտնի, Լիբանանը հայերը էլ չասեն, որտեղ ասենք բագին կար, թեկուզ հատուկ են համարներ էին ասնում Հայաստան, բայց ասենք իրանցիները, ես նույնիսկ ժամանակին փորձեցի նույն Զորայր Միրզայանի բանաստեղծությունները պեղել մամուլից բանի, շատ քիչ բաներ կային, էլի։ Հա, շատ քիչ բաներ։ Ինչ որ արգելանք է գործել, ինչ որ տաբու է եղել։ Եվ խորհրդային հասարակարգն է գուցե։ Ախր մյուսներին ոնց էր հանդուրժում, իրանց չէ, էլի։ Հա։ Ասենք նույնիսկ Զահրատին, որ Թուրքիայում էր ապրում, տպեցինք, չէ, Հայաստանում դեռ 78 թվին կար։ Դևին էլ են տպել, ասեմ, երկու գիրք Դևի Հայաստանում 1963 թվականին Հայաստանում տպվեց այս երկար ճամփա խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, այնուհետև 1973 թվականին տպվեց նրա հատնտիրը։ Հայաստանում է։ Այո, Հայաստանում տպվեց, գրական շրջանակները սերտ կապի մեջ էին։ Հետաքրքիր է, որ Դևի հետ շատ ջերմ կապերի նամակագրության մեջ է Հովհաննես Շիրազը, հա, նամակները պահպանվել են, կան գաթում եւ առաջի գրքի հետ կապված մեծ հետաքրքիր գնահատական է տվել Հովհաննես Շիրազը։ Գրավոր թելի նամակով։ Նամակով։ Ալայլն է դոդված գրել։ Այո, հետաքրքիր բան է գրել, ասում է հայ ազգը գիրքը
կլանում է ինչպես վիշապը գառնուկին։ Քո ստեղծագործությունների այս գիրքը այդ գառնուկի պես խլեցին, այսինքն ժողովուրդը խլեց այդ գիրքը, իսկույն գրախանութներում սպառվեց։ Լեռնիկ, իսկ բնականաբար այստեղ մեծ գրականության ցանկ ունես։ Այդ նույն շրջանի հայ այստեղի խորհրդահայ մամուլը գրական թեր, չգիտեմ, այնտեղ սովետական գրականություն արձագանքել է որևէ կերպ այդ գրքին, հա, արձագանքել են, հա, բայց շատ քիչ։ Անգամ այս գիրքը 63 թվականին այս երկար ճամփան գրախոսական չեղավ, նախաբան չեղավ, որը Սփյուռքում դժգոհության առիթ տվեց, թե ինչու Դևի գիրքը հրատարակեցինք, առանց ոչ մի բան չգրեցի, գրախոսական չգրեցիք, բայց արդեն 73 թվականին հրատարակած Ջանի Միրզաբեկյան անունով Ջանի Միրզաբեկյան համառոտ գրախոսական է գրել բան հատնտիրի հետաքրքիր է դա օրինակ շատ բան է ինձ ասում նրանք ովքեր այդ շրջանի մեր գրական դաշտի վարք ու բարքը գիտեն էլի նույն նամակների տարբեր բաների շնորհիվ ագին բան ասում Լեռնիկ Կոստանզարյանն է հետաքրքիր պատերի մեջ են եղել այո որ գնացել արտասահման ջերմ շփումների մեջ են եղել հետաքրքիր գնահատական ա տվել դե ինքը զուսպ է գնահատականների տալու մեջ մի բառ էլ ասելը արժեք է արդեն հետո իրենց ազնական նամակագրությունը կա այո ինչ որ դեղ պետք էր հասցնել բանը Կոստանզարյանին որը Եվրոպայում էր ապրում այդ բանը դեպը Իրան Պարսկաստանից ուղարկում է եւ շնորհակալական նամակ է ստանում նա նաեւ հայտնի գեղանկարիչ էր Դևը հայտնի գեղանկարիչ էր, հայտնի կտավները, պարսկուհիները, հայուհիները, ծեր-պարսիկը։ Ունենք մենք այստեղ գոնե ազգային պատկերասրահ։ Ազգային պատկերասրահ ճիշտ ասած չկա, չգիտեմ, բայց նշանավոր հեղինակավոր պատկերասրահներում աշխարհի կան։ Համարյա այն ժամանակաշրջանի պարսիկ մեծահարուստները պարտավորված էին զգում այսպես ասած Դևի արեստանոց ժամանել ու կտավներից վերցնել այդ կտավներից մեկի մասին Հովհաննես Շիրազելի խնդրել է նամակով որպեսզի հետևյալ բառերն ա գրում դու ունես զարմանալի գեղեցիկ հայուհիների, քրդուհիների, պարսկուհիների նկարներ խնդրում եմ մի հայուհու գծանկար ուղարկել հրատարակում է Խճեզարը եւ Սիամանտոյի Խճեզարի պոեմը այնտեղ տեղադրելու նպատակով դիտական նպատակներով հաստատեն Հովհաննես Շիրազը Լեռնիկ եթե ընդհանուր բնութագրենք փորձենք տալ ինչ-որ ձևակերպումներ Դևի պոեզիայի շուրջ ինչ բառեր, ինչ ձևակերպումներ կարելի է օգտագործել իհարկե իմ տպավորությունը հետեւյալն է քնքուշ, անձնական, սիրուն եւ այլն, հա բայց եթե գլոբալ գրական ընթացքի մեջ նայենք, հա, ու ավելի գլոբալ վերցնենք ամբողջ Սփյուռքի բանաստեղծության այդ ընթացքը, ինչ դիրքավորում կունենա Դևի պոեզիան ըստ քեզ։ Դևի պոեզիան դրսևորումները տարբեր ժողովածուներում տարբեր են, բայց ընդհանուր որ հայտարարի են գալիս, նա ինքը անգամ ինքը իրեն համարում է քնարերգու բանաստեղծ։ Այդ որ ասում շատ երևացող է։ Քնարերգու բանաստեղծ, այո, բայց իր խոսքերն եմ կրկնում, որ իմ կարծիքը, իր բառն է, իմ կարծիքը եւ իմ ճաշակը քնարերգական բանաստեղծության մասին հետեւյալն է. զգացում, երաժշտականություն եւ պարզություն։ Նորից եմ կրկնում պարզություն։ Այո, նա քնարերգու բանաստեղծ է հիմնականում առաջի գրքում ինքը հիմնականում ինչպես խոստովանում է եւ ինչպես երևում է ներկայացրել է իր ազնական զգացումները դարձրել է պոեզիայի նյութ եւ հիմնականում ներկայացրել է որպես սիրերգու բանաստեղծ։ Այո։ Այնուհետև իր երկրորդ գրքում որտեղ գաղափարները ավելի են խտանում, թեմատիկ նյութը ավելի է շերտավորված հանդես գալիս, գեղագիտական խոսքը, գեղարվեստական խոսքը ավելի ճիշտ, ավելի հստակ ու կայուն է, այնտեղ արդեն մենք նկատում ենք հայրենասիրական երգերի շարք, երկիր հրաշքների շարք, որը բավականին ինքնատիպ յուրօրինակ բանաստեղծական շարք է։ Իսկ ինչ վերաբերում է նրա գրական ժառանգությանը, կարելի է ինչպես տեսաբաններն են ասում, հատկապես ամերիկյան տեսաբանները, այնտեղ եւ հորինվածություն կա, եւ
արվեստականություն կա եւ երևակայություն կա եւ ամբողջականը միասին ներկայացնելու այդ պահանջները կան, որը գրականության հատկանիշ բնորոշ հատկանիշներ են հանդիսանում այդ ամերիկյան տեսաբանները օրենքը որ գրում են։ Վերնպես հիմա մի էսպիսի միտում է նկատվում, այսինքն վաղուց մոտ 10-15 տարի փորձում ենք, ես էլ եմ արել այդպիսի գործ, դրա համար եմ ասում, փորձում ենք գրականության, պատմության լուսանցքներից հանել, կրկին ներկայացնել որոշ հեղինակների, մտածելով, որ դրանք այսօր շատ ավելի արժեքավոր կդիտվեն, քան ժամանակին դիտվել են կամ իրենց մահից հետո, որտեղ հանիրավի մոռացվել են, հա, որոշ այդպիսի շատ տաղանդավոր գրողներ կան, օրինակ ես Ղևոնդ Մելոյանի Վեբերի հատորը արեցի, որը շատ լավ ընդունվեց։ Այ պատկերացրու, եթե մենք վերահրատարակենք կամ չգիտեմ, տարբեր այսօր գրական կայքերում կրկին ներկայացնենք Դևի պոեզիան։ Ինչ ես կարծում, ինչով կգրավի ինքը կամ կգրավի արդյոք այսօր։ Իհարկե կգրավի հատկապես անվանի երգահանների կողմից։ Կվերցեն երգ գրեն, չէ։ Երգահանների կողմից երգերը, որոնք գրվել են ժողովուրդը երգում է, օրինակ դու նորից եկել ես, ինչու ես գալիս, կապույտ աղջիկ, ծովափին, երեք այսօր վաղը դրանք բոլորը Պատորեն ես մի երգ գիտեի, դրանք շատ են 10-ից ավելի երգեր են գրելու հայտնի երգեր Նիկոլ Գալանտերյանը, Արմեն Հախվերդյանը, օրինակ Հովիկ Գասպարյանը եւ այլ երգահաններ գրել են, հա, գրել հիմնականում նաեւ հայրենասիրական շարքերը, երգերը պետք է անպայման մտցնել այդ շղթայի մեջ, այսպես ասած, դրանք այն ստեղծագործություններն են, ինչպես փիլիսոփա Բախտինն ասում, որոնց հաջողվել է ջարդել ժամանակի սահմանները եւ ապրում են մեծ ժամանակի մեջ։ Այդ դրա մասին էր հարցը, էլի, ինչն է ջարդել Դևից ժամանակը եւ հայտնվել մեր ժամանակը։ Նորից երգաններ վերցնել, էլի բազմաթիվ բանաստեղծություններ ունեն, որովհետեւ իր խոսքը աչքի ընկնում անմիջականությամբ, հուզականությամբ, երաժշտականությամբ, գաղափարական թարմացություններով։ Դիտես այսօր այնքան բարդ բան կա մեր կյանքում Դևի բանաստեղծությունների պարզությունն ու գեղեցկությունը, այդ զգացմունքների անաղարտությունը նաև որ կան, ինձ թվում է այսօր ավելի շատ են պետք ընթերցողին, քան եսի միշտ բարդ, այսպես ասոցիատիվ, եսի միշտ տրյուկներով գրած բանաստեղծություններ։ Բարիացնելու համար պետք են, կարելի է կարդալ։ Լեռնիկ, շնորհակալություն ես մենագրության համար, ես հուսով եմ, որ նաև մեր հաղորդման, մեր զրույցի շնորհիվ էլի մարդիկ սկսեն հետաքրքրվել Դևով, առնվազն գոնե կփնտրեն համացանցում որոշ բանաստեղծություններ կարդան եւ շատ ուրախալի է որ իսկապես Հայաստանում նաև հրատարակվել է եւ այդ գրքերը կփնտրեն գրախանութում։ Հուսամ քո գիրքը, ինչը մեր գրականագիտության նպատակներից մեկն է, չէ, հեղինակի շուրջ լրացուցիչ հետաքրքրություն, թարմացում, հուսամ կապահովի գոնե դու սպասելիքը երևի ունես։ Դե հա, ունենք։ Սպասելիք ունենք։ Շնորհակալություն Լեռնիկ, հուսամ էլի կհանդիպենք։ Շատ շնորհակալություն։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արքնանիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Լեռնիկ Հակոբյանի հետ, մեր զրույցի թեման նրա Դևի կյանքը եւ գրական ժառանգությունը վերնագրով մենագրություններ, լավ եղեք։